Նաև մենք լուծեցինք մի շատ կարևոր խնդիր, հիշում եք, այս նիստերի դահլիճում ես խոսել եմ դրա մասին, որ Բջջնի ամրոցը, որը մեր պատմամշակութային հիշարժան հուշարձաններից մեկն էր, այնտեղ ինչ իրավիճակ ունեինք, մեր սիրելի մի քանի բջջնեցիներ, ոչ իրենց մեղքով բնականաբար, այդտեղ դիմացը տներ էին կառուցել եւ նաեւ ընկույզի ծառեր տնկել, որը ամբողջությամբ պահպանված պարիսպները փակում էր արտաքին տեսադաշտից։ Մենք ինչ որոշման գնացինք, գերակաշահի մասին որոշում կայացրեցինք, իհարկե հեշտ չէր մեր բնակիչների հետ քննարկումները եւ բանակցությունները, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնեմ, որ ինչքան էլ դժվար էր, այնուամենայնիվ այդ ինչ որ մի ըմբռնման եկանք, չգիտեմ էլ արդյունքում նրանք ինչքանով գոհ մնացին մեզնից, ինչքանով դժգոհ մնացին, բայց խնդիրն այն է, որ հուշարձանը պետք էր բացել, որովհետև դա ըստ էության պետական ժողովրդական կապիտալ է, ժողովրդական հարստություն է եւ չէր կարելի դա ուղղակի ամենայն հարգանքով ընկույզի ծառերի հետևում թաքցնել։ Հաջորդը մենք հիմա տեղադրել ենք լուսավորության համակարգ, որով լուսավորում ենք Բջջնի ամրոցի պարիսպները եւ երեկոյան ժամերին այդ պարիսպները տեսանելի են բավականին հեռվից։ Հաջորդը ինչա, այսինքն դրանից առաջ մենք արել ենք եւ այս խոսակցությունը այդ առիթով սկսվեց։ Մենք Հրազդան Բջջնի ավտոճանապարհն էինք հիմնանորոգել, որը էլի Հայաստանի բացահայտման մի շատ կարևոր գործիք է։ Ես օրինակ նախկինում երբեք միջև այդ ճանապարհի հիմնանորոգումը այդ ճանապարհով չէի անցել, բայց երբ անցա, համոզվեցի, որ զբոսաշրջային հսկայական պոտենցիալով մի նոր տարածք ենք բացել եւ բացահայտել։ Դրանից հետո այդ ճանապարհով գնալից էր, երբ ես այցելեցի Բջջնի եկեղեցի եւ տեսա, որ եկեղեցու պատը ըստ էության փլուզման շեմին է, որովհետեւ հենակներ էին դրված, որպեսզի պատը շուրջ չգա, հիշում եք կառավարության նիստում այդ հարցը բարձրացրեցին, կառավարությունը գումարը հատկացրեց եւ Բջջնի եկեղեցու պատը հիմնանորոգվեց։ Հաջորդ գործողությունը հետեւյալն էր, որ դեպի Բջջնի ամրոց տանող ճանապարհը շատ վատ վիճակում էր, որովհետեւ եւ նույնիսկ զբոսաշրջային հոսքերի ապահովման համար խնդրահարույց եւ ահա այս որոշմամբ մենք ապահովում ենք նաեւ Բջջնի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը, այսքան մանրամասն պատմեցի, ինչի համար նաեւ մեր ներքին եւ ներգնա զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելու այս զբոսաշրջային շատ կարևոր ուղղության վրա, որովհետեւ իսկապես այնտեղ տեսնելու, զգալու, ապրելու բան կա Բջջնիում, որը մեր պատմության շատ կարևոր կետերից է եւ իհարկե Բջջնի մասին էլ եւ Բջջնի ամրոցի մասին էլ եւ իրադարձությունների մասին էլ շատ բան կարելի է կարդալ եւ սա հույս ունեմ, որ այնտեղ, որը իհարկե զբոսաշրջային հոսքերը հույս ունեմ եւ համոզված եմ նաեւ Բջջնիում տնտեսական նոր ակտիվություն կբերի։